Տարբեր տարիներին հունիսի 28-ին տեղի են ունեցել հետաքրքիր իրադարձություններ։ 1970 թվականին Երևանի կենդանաբանական այգուց փախավ Վովա փիղը։ Սկզբում դա կրկեսային համար էր հիշեցնում և ոչինչ չէր խոսում սպասվող փորձանքի մասին։ Անգամ այսօր շատ տարիներ անց հստակ հայտնի չէ, թե այն ժամանակ իրականում ինչ պատահեց բարեհոգի Վովային և ինչը դարձավ դրամայի պատճառ։ Վովա փղի հայրենիքը Հնդկաստանն էր։ Երբ նա դարձավ 1 տարեկան, նրան տեղափոխեցին Խորհրդային Միություն։ Սկզբում փղիկը ժամանակավոր ապաստան գտավ Ռուսաստանում, հետո Ուկրաինայի կենդանաբանական այգիներից մեկում։ Նրա վերջին օթևանը նմանատիպ այլ հաստատություններից տարբերվում էր նրանով, որ իր տարածքում կրկեսային ներկայացումներ էին կազմակերպում և Վովան դրանց անփոփոխ մասնակիցն էր դարձել։ Սակայն առանձնահատուկ արտիստական տվյալներով նա օժտված չէր և որքան էլ նրա հետ ջանասիրաբար պարապեր վարժեցնող Իվան Շչերբանը, նա սովորեց կատարել միայն ամենատարրական վարժությունները։ Բայց այդ ընթացքում Իվանն այնպես կապվեց կենդանու հետ, որ մշտապես իր հետ հյուրախաղերի էր տանում և փորձում համոզել կենդանաբանական այգու ղեկավարությանը, որ ավելի լավ կրկեսային արտիստ անհնար է գտնել։ Երբ սկսվեց հայրենական մեծ պատերազմը, կենդանաբանական այգուն առընթեր կրկեսը դադարեց գործել, իսկ կենդանիներին շտապ բաշխեցին Խորհրդային Միության տարբեր քաղաքներով։ Ուկրաինայում մնաց միայն Վովան, մեծ չափերի պատճառով նրան չհաջողվեց ժամանակին տեղափոխել։ Նման հսկայի տեղափոխման համար մեծ բեռնատարության տրանսպորտային միջոց էր պահանջվում, որը սկսված պատերազմի պայմաններում դժվար էր գտնել։ Փղերի ժամանակը չէր, բայց Ուկրաինան պետք է շտապ լքել և Իվանն իր սանի հետ ոտքով շարժվեց դեպի հարավ։ Նրանք միասին երկար ճանապարհ անցան, բազում ցուրտ ու սոված օրեր, անքուն գիշերներ ապրեցին։ Կայաններից մեկում այդ տարօրինակ ճամփորդներն ընկան Մեսերշմիттների գնդակոծության տակ։ Փիղը զգուշորեն, որպեսզի չճզմի Իվանին, ծածկեց նրան իր զանգվածեղ մարմնով։ Միգուցե այդ ժամանակ Իվանն առաջին անգամ իրեն պաշտպանված զգաց իր ընկերոջ կողքին։ Տարիներ անց նա պատմեց այդ դեպքի մասին ռուս արձակագիրներից մեկին և նա իր հուշերում ընդգրկեց այդ զարմանալի բարեկամության հուզիչ պատմությունը։ 1941 թվականի աշնանը վարժեցնողն ու փիղը հասան Երևան։ Վովային բնակեցրին այն ժամանակ դեռ կառուցվող կենդանաբանական այգում։ Շուտով Իվանին ուղարկեցին ռազմաճակատ, բայց նա դեռ չէր հասցրել Ռոստով հասնել, երբ շտապ հաղորդագրություն ստացավ։ Դրանում ասվում էր, որ նա պետք է անհապաղ վերադառնա Երևան, որովհետև փիղը կտրականապես հրաժարվում է ենթարկվել որևէ այլ մարդու։ Իվանը ստիպված եղավ վերադառնալ և այդ ժամանակից ի վեր նրանք այլևս չբաժանվեցին։ Փիղն ամենուրեք շրջում էր տիրոջ հետ և շատ նյարդայնանում էր, երբ վերջինս անհետանում էր իր տեսադաշտից։ Նա օգնում էր Իվանին տնտեսության մեջ, հսկում պահեստները, իսկ երբ կառուցեցին նրա նոր վանդակը, Վովան օգնում էր բանվորներին շինանյութեր տեղափոխել։ Նա դայակի պես հետևում էր Իվանի երկու դուստրերին, իսկ շրջակայքի երեխաներին նստեցնում էր մեջքին և զբոսանքի տանում կենդանաբանական այգով։ Բայց երբ պատերազմն ավարտվեց, փղին փակեցին վանդակում, քանի որ կենդանաբանական այգին արդեն բացել էր իր դռներն այցելուների համար։ Ազատ կյանքը վերջացավ։ Այժմ մեծահոգի հսկան ժամերով կանգնում էր իր փոքրիկ բնակարանում, որպեսզի այցելուները նայեին նրան, ուրախանային և հիանային նրանով։ 30 տարի փիղը ապրեց Երևանի կենդանաբանական այգում, զվարճացնելով մեծերին և փոքրերին։ Այդ ընթացքում Վովան մեծացան նաև նրա սննդի պահանջները, բայց չփոխվեցին կենդանիներին պահելու նորմերը։ Փղի և վանդակը և սննդի օրակարգը մնացին նույնը։ ԽՍՀՄ-ում կենդանաբանական այգիներում կենդանիները պահում էին այցելուներին զվարճացնելու համար, այլ ոչ թե տեսակը անազատության մեջ պահպանելու համար։ Անգամ կրկեսներում նրանց կյանքն ավելի գերադասելի էր։ Նրանք ավելի շատ էին շարժվում և նրանց ավելի շատ էին կերակրում։ Վովան ստիպված էր լինում ինքնուրույն սնունդ հայթայթել իր համար։ Նրա վանդակի դիմաց շատ բուսականություն կար և նա պոկում ուտում էր ամեն ինչ, ձգված կնճիթի հեռավորության վրա մաքրելով տարածքը կանաչից։ Նրա առաջին փախուստն անսպասելի էր։ Փիղը քանդեց վանդակի պատերից մեկը և դուրս պրծնելով գերությունից սկսեց բարձրանալ լեռան լանջով, ագահորեն խժռելով խոտը։
Այդ պատահարը յուրօրինակ ազդանշան դարձավ։ Այգու աշխատակիցները հասկացան, որ նա կիսասոված է ապրում, սակայն սնունդն ավելացնելու ոչ մի ճար չկար։ Երևանի կենդանաբանական այգուն խիստ սահմանափակ քանակությամբ մթերք էին մատակարարում, եւ այդ ժամանակ դրությունից միանգամայն յուրահատուկ ելք գտնվեց։ Գաղտնի համաձայնությամբ վանդակի պատը որոշվեց չվերականգնել, որպեսզի կենդանին կարողանա մեկ-մեկ ազատություն ստանալ։ Երեկոյան Իվանը գնում էր դեպի լեռան ստորոտը, որտեղից ինքն ու Վովան հանգիստ ու խաղաղ վերադառնում էին այգի։ Փղի անօրինական ելումուտների ընթացքում ոչ մի արտակարգ պատահար չարձանագրվեց, մինչև 1970 թվականի հունիսի 28-ը։ Այդ օրը Վովան ինչպես միշտ բարձրացավ լեռը համտեսելու թարմ խոտը, բայց Իվանը սովորական ժամին չեկավ նրա հետևից։ Այգու աշխատակիցներն այդ օրը ինչ-որ իրադարձություն էին նշում եւ փղի մասին հիշեցրին, երբ արդեն մտնել էր։ Իվանը գլխակորույս շտապեց Վովայի մոտ, սակայն նրանք վերադարձան ոչ թե ծանոթ ճանապարհով, այլ մեկ ուրիշով, որը լուսավորվում էր էլեկտրական լամպերով։ Փիղը մեկումեջ բախվում էր լապտերասյուներին։ Ավելի ուշ վարկած առաջարկվեց, թե հնարավոր է նա թեթև էլեկտրական հարված էր ստացել, բայց այդ ժամանակ ոչ մեկի մտքով նման բան չէր կարող անցնել։ Փղին վանդակում փակելուց հետո Իվանը վերադարձավ ընկերների մոտ եւ միայն առավոտյան պարզ դարձավ, որ Վովան կրկին դուրս է պրծել եւ այլևս ոչ մեկին չի ենթարկվում։ Երբ աշխատակիցները փորձեցին փղին վանդակը մտցնել ջրկիր մեքենայի օգնությամբ, նա պոկեց ոտքին ամրացրած ծանր շղթան եւ ամբողջ ուժով սկսեց կնճիթով հարվածել վանդակներին եւ պատնեշներին։ Այդպես ճանապարհին ավերելով ամեն ինչ նա գնում էր դեպի այգու ելքը։ Աշխատակիցները որոշեցին, որ ծայրահեղ միջոցներ պետք չէ կիրառել, որովհետև վստահ էին, Վովան վտանգավոր չէ եւ շուտով կհանդարտվի։ Երբ Վովային դեռ թույլատրում էին ազատորեն շրջել կենդանաբանական այգով, նա սիրելի զբաղմունք էր գտել։ Մայրուղով երթևեկող մեքենաները հաճախ էին կանգ առնում այգու մոտ։ Մեկը չէր կարողանում հաղթահարել զառիթափը, մյուսի բենզինն էր վերջանում։ Ուղևորները ստիպված էին լինում դուրս գալ ավտոմեքենայից եւ հրել այն։ Վովան սովորել էր օգնել նրանց։ Դա արդեն ոչ մեկին չէր զարմացնում։ Թվում էր, թե սովորական բան է։ Ինչ կա, որ փիղն օգնության է գալիս։ Երբեմն նա տարվում էր եւ ամբողջ օրը ճակատով հրում վիլիսներն ու ստուդեբեկերները, անկախ այն բանից դրա կարիքը կար թե ոչ։ Ահա եւ այդ օրը դուրս գալով այգուց եւ հայտնվելով երթևեկելի հատվածում, նա սկսեց վազել դեպի մեքենաները, ինչը շատերին բնականաբար խուճապի մատնեց։ Հետո փիղը նկատեց անցնող տրոլեյբուսը, ճակատով հպվեց հետնամասին եւ այնտեղ փոս առաջացրեց։ Կարելի է պատկերացնել, թե ինչ ապրեցին սրահում նստած մարդիկ։ Տրոլեյբուսի վարորդը արագություն հավաքելով կտրուկ շարժվեց տեղից։ Ուղևորներից ոչ մեկը չտուժեց, իսկ ահա Վովան վրդովմունքից բախվեց մի մարդատարի, վնասեց Ժանիքը։ Հավաքված ամբոխից ոչ ոք չգիտեր, որ կոտրված Ժանիքով փիղը անտանելի ցավ է զգում եւ անկառավարելի ու ագրեսիվ է դառնում։ Կենդանաբանական այգուց փախուստի դիմաց փղի մասին լուրը հասավ Երևանի քաղաքային խորհուրդ։ Որոշվեց արտակարգ միջոցներ ձեռնարկել, առավել ևս, որ մոխրագույն հսկան շարժվում էր դեպի երկաթուղային կամուրջը, այսինքն մոտենում էր քաղաքի ամենակենտրոնական հատվածին։ Միակ բանը, որի մասին այդ ժամանակ մտածում էին քաղաքային իշխանությունները, որքան հնարավոր է արագ վերադարձնել կենդանուն այգի, որպեսզի նա ոչ մեկին վնաս չտա։ Անվտանգության նկատառումներով բեռնատար մեքենաներով փակվեցին դեպի քաղաքի կենտրոն եւ նոր-նորք ու ավամ բնակելի թաղամասեր տանող բոլոր ճանապարհները։ Կատաղած փիղը ամբոխի ուղեկցությամբ Միասնիկյանի պողոտայով շարժվեց ներքև։ Վտանգավոր մոտեցման դեպքում մարդիկ փորձում էին հետ մղել փախստականին քարեր նետելով նրա վրա։ Իրավիճակը դուրս էր եկել հսկողությունից, պետք էր միմյանցից փրկել փղին եւ մարդկանց։ Իրավապահ մարմինների ամբոխը ցրելու փորձերն ապարդյուն էին։ Երկաթուղային կամրջի մոտ իշխանությունների հրամանով արդեն տեղակայվել էին զինվորները, որոնք սպասում էին մինչև թիրախին դիպչելը կրակելու հրամանին։ Բայց երևանյան իշխանությունները երկար ժամանակ չէին վճռում ծայրահեղ միջոցների դիմել։ Նախ խղճում էին բոլորի կողմից սիրված կենդանուն, երկրորդը Վովան խորհրդային միության տարածքում մեծությամբ երկրորդ փիղն էր։ Բայց կատարվածի մասին լուրերը հաշված րոպեներում հասան Մոսկվայի համապատասխան մարմիններ, եւ այնտեղ ընդունվեց որոշում կանգնեցնել ըմբոստացած կենդանուն բոլոր միջոցներով։ Դա դատավճիռ էր։
բայց այգու աշխատակիցները ամեն կերպ հետ էին պահում զինվորներին կրակելուց եւ փորձում ամեն գնով վանդակ վերադարձնել Վովային, սակայն վերջինս արդեն չէր ենթարկվում նույնիսկ Իվանին, որը կատարյալ մոլորության մեջ էր։ Թվում էր, որ նա այսքան էլ չի հասկանում, չի հավատում, թե ինչ է կատարվում։ Հավատարիմ ընկերոջը մահացու վտանգ էր սպառնում, իսկ ինքն ի զորու չէր օգնել նրան։ Զինվորները նորից կրակելու հրաման ստացան, ինքնաձիգների ոտքերը քաշեցին։ Փամփուշտները բախվում էին ժայռերին եւ անդրադարձ թռիչքով կարող էին դիպչել մարդկանց, ուստի հրաձգությունը գրեթե անմիջապես դադարեցրեցին։ Բայց մի քանի փամփուշտ դիպավ փղի գլխին, ծանր վիրավորված կենդանին էլ ավելի գազազեց եւ սկսեց մի կողմից մյուսը նետվել։ Նույն այդ օրը Գերմանիայից Երևան վերադարձավ կենդանաբանական այգու տնօրեն Թադևոս Եգանյանը։ Ճակատագրի հեգրանքով նրան այնտեղ յուրահատուկ նվեր, ներարկիչատրճանակ էին ուզում մատուցել, որի օգնությամբ անհրաժեշտության դեպքում կարելի էր կենդանիներին քնաբեր ներարկել եւ այդպիսով ժամանակավորապես վնասազերծել նրանց։ Բայց տնօրենը հրաժարվեց, կամ համոզված էր, որ դա իրենց պետք չի գա, կամ էլ նվերը չափազանց թանկ էր։ Իմանալով կատարվածի մասին նա հասկացավ, թե որքան մեծ սխալ է գործել։ Այժմ Վովային կարելի էր գազանանոց վերադարձնել միայն քարշակի ու օգնությամբ։ Հսկայական թրթուրավոր մեքենան շարժվեց դեպի խեղճ կենդանին։ Տեսնելով մոտեցող քարշակը փիղը վազեց այգու կողմը։ Թվաց, թե շանս կա, որ ամեն ինչ բարեհաջող կավարտվի, բայց հասնելով դարպասի մոտ փիղը հրաժարվեց ներս մտնել։ Վիրավոր կենդանուն փորձում էին քարշակով ներս հրել, բայց նա տեղից չշարժվեց։ Սկսվեց փղի եւ մեքենայի իսկական մենամարտ։ Բայց ոտքերին մի քանի հարված ստանալուց հետո վիրավոր Վովայի ուժերը սպառվեցին եւ նա շունչը փչեց։ Երբ փիղը տապալվեց գետնին, նրա կողքին գիտակցությունը կորցրած վայր ընկավ նաեւ Իվանը։ Նա հետո դեռ երկար ժամանակ հիվանդանոցում պառկած մնաց։ Կատարվածը նրա համար ծանր փորձություն էր։ Այնուհետև 1 տարի անց նա կենդանաբանական այգու համար Բրեստից անձամբ նոր փիղ բերեց Երևան։ Բայց արդյոք նա կարող էր փոխարինել վարժեցնողի ընկերոջը։ Այդպես առաջին ողբերգությանը հաջորդեց երկրորդը։ Նկարագրած դեպքերից մի քանի տարի անց Իվանը զոհվեց նոր փղի վանդակում, երբ վերջինս հարձակվեց նրա վրա ցասումի պոռթկման ժամանակ։ Վովայի կատաղության իրական պատճառների մասին վեճերը շարունակվում են մինչ օրս։ Ասում են, թե հերձման ժամանակ պարզվեց, որ փղի երիկամներում քարեր կային, որոնք այդ օրը շարժվել էին, սարսափելի ցավ պատճառելով նրան։ Մեկ այլ վարկածի համաձայն փղի տարօրինակ պահվածքի պատճառը կարող էր էգի բացակայությունը լինել։ 1953 թվականին Գերմանիայից նրա համար ընկերուհի էին բերել, Տիկիին, բայց 15 տարվա համատեղ կյանքից հետո Տիկին հիվանդացավ եւ սատկեց։ Մի խոսքով նկարագրված դեպքերի ժամանակ Վովան միայնակ էր, սակայն անասնաբույժների մեծ մասը այնուամենայնիվ փղի կատաղությունը չի կապում նրա միայնության հետ եւ հիմնական պատճառը համարում է վնասված ժանիքը։ Ընդ որում գրեթե բոլորը համամիտ են, որ ողբերգության հանգեցրին մի շարք ճակատագրական սխալներ, որոնք թույլատրվեցին ըմբոստ կենդանուն վանդակը վերադարձնելու գործողության ժամանակ։ Չնայած որ մեծ թվով մարդիկ դարձան Վովայի մահվան վկաները, պատահարի հաջորդ օրը կենտրոնական թերթերը հաղորդեցին, որ կենդանաբանական այգուց փախած փղին բարեհաջող վերադարձրել են եւ ներկա պահին նա իր վանդակում է։ ԽՍՀՄ-ում անհնար էր խոստովանել, որ խորհրդային բանակը սպանում է բոլոր երեխաների սիրելի կենդանուն, թեկուզ կատաղած ու անկառավարելի։ Մամուլում հրապարակումների բացակայության պատճառով այդ պատմությունը, որը Երևանի լեգենդներից մեկն է դարձել, մայրաքաղաքի բնակիչները տասնյակ տարիներ պատմել են միմյանց, ամեն մեկը իր ձևով, եւ ամեն անգամ այն նոր մանրամասներ է ձեռք բերել։ Բայց այդ պատմություններում անփոփոխ է եղել եւ մնում մի բան՝ փղի հանդեպ սերն ու երևանցիներին չլքած մեղքի զգացումը հենց իրենց քաղաքում նման բան պատահելու համար։